Զնամեն ինչես բարը։ Ռեկլամա։ Ողջույն բոլորին։ Ես Մարիամն եմ, մազահեռացման մասնագետ, ով ունի 5 տարվա աշխատանքային փորձ։ Այսօր խոսելու եմ ամենաշատ տարածված խնդիրներից մեկի մասին։ Շատերը գնում են բազում դասընթացներ, համազնակցում են սեմինարների, շատ մեծ հազարավոր գումարներ են ծախսում սարքեր գնելու համար, բայց այս ոլորտում չեն գրանցում ոչ մի արդյունք։ Խնդիրներ են ունենում են բողոքներ հաճախորդներից, այրում են մաշկը, ծառացման համակարգի խնդիրներ են ունենում սարքի հետ կապված, բայց արդյունքներ չեն կարողանում գրանցել, չեն կարողանում աշխատել գրագետ եւ չգիտեն ինչպես կառավարել սարքերի պարամետրերը։ Եվ առաջին միտքը, որ ձեզ մոտ ծագում է, ես լավ մասնագետ չեմ կարողանում աշխատել, չեմ սովորել բավարար, մեղադրանքներ են լինում դասախոսների, ուսուցիչների եւ մասնագետների վերաբերյալ։ Սակայն դա այդպես չէ։ Բանն այն է, որ դուք չեք կարողանում ճիշտ պարամետրեր ընտրել սարքերի համար։ Յուրաքանչյուր սարքերին չեք կարողանում տիրապետել։ Նույնիսկ եթե կարողանում եք փոխել ձեր սարքը, այլևս չեք կարողանում աշխատել ձեր ընտրած սարքերով։ Դա այն խնդիրը չի, որ դուք վատ մասնագետ եք կամ մնացած մասնագետներն են սխալ ձեզ ուսուցանել։ Բանն այնն է, որ ձեզ չեն ուսուցանել ֆիզիկայի մասին, չեն տեղեկացրել, թե ինչպես կառավարել սարքերը, թե ինչ պարամետրեր ունի։ Ես ունեմ վիդեոհոլովակ, որտեղ նշվում է, որ պարամետրերի զոնաները ընտրելիս դուք ունենում եք խնդիրներ։ Շատ մասնագետներ ընտրում են զոնաները մտածելով, որ տվյալ զոնան կաշխատի այլ պարամետրերով։ Սակայն դա այդպես չէ։ Դուք չեք կարողանում ձեր սարքին տալ ճիշտ պարամետրեր եւ չեք կարողանում ճիշտ պարամետրեր գրել ձեր հաճախորդի համար։ Յուրաքանչյուր սարք ունի իր խաբկանքը եւ այդ խաբկանքը գործում է 80% սարքերում։ 80% սարքեր չունեն պարամետրերի փոփոխում, մինչև դուք ինքներդ չսովորեք յուրաքանչյուր հաճախորդին ընտրել իր իսկ պարամետրերը։ Եթե ցանկանում եք տիրապետել սարքերի պարամետրերին, ապա բաժանորդագրվեք իմ նորաբաց ալիքին եւ հաջորդ հոլովակը դիտելու համար կոմենտներում գրեք smart բառը։